Փառք Տիրոջը, որ Աստված մեծ ողորմություն արել, որ կրկին իր առջևն ենք, ինչի համար մենք պարտական ենք եւ գոհանում ենք միայն մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսից։ Փառք Հիսուսին։ Միջև խոսքին ասնել ուզում եմ փոխանցեմ շատ ջերմ բարևներ Բելգիայի մեր քույր եղբայրների կողմից։ Տերը ձեզ օրհնի, Աստված օրհնի շատ։ Ուզենամ մի կարճ շարունակեմ եղբայրների միտքը, որտեվ ինչ որ խոսում են եղբայրները դա Աստծո խոսքից է եւ ուրիշ բան չեն խոսում եւ Աստվածաշունչը մի միտք ունի, որովհետեւ մեզ բերի հասցնի սրբության, որովհետեւ դռները բաց են լինելու սուրբերի առաջ։ Սուրբերը մենակ կարան ժառանգեն երկինքը։ Դրա համար թող Տերը մեզի օրհնի, որ մենք էլ լսելուց միտք առնենք, ձգտենք, որպեսզի հասնենք այդ փառավոր օրհնյալ սրբությանը, որ Աստված ուզում է մեր մեջ տեսնի եղբայրներ քուրեր։ Թող Տերը օրհնի, գիտեք, եղբայրը որ խոսեց Մովսեսի, Դավիթի ու Պողոս առաքյալի մասին, մի ասենք օրինակ բերեց, որ թեպետ իրանց կյանքում եղավ, ասենք բաներ, որ Աստված մերժում էր իրանց խնդրվածքը, բայց գիտեք ինչն է հետաքրքիր, որ այս մարդիկ լինելով Աստծո մարդ, սիրելով Աստծուն, էդի իրանց չհեռացրեց Աստծուց։ Դա իրանց մեջ տրտունջ չեղավ, չասեցին, դե որ դու մեզ մերժում ես, մենք էլ քեզ ենք մերժում։ Եղբայրներ քուրեր, իրանց ներսում կար մի կառույց, որ այդ կառույցը այնքան հաստատուն էր, եթե նույնիսկ ավելի կոշտ լիներ պատասխանը, ավելի խիստ լիներ պատասխանը, Տիրոջ կողմանը միևնույն է, իրենք լինելու էին Աստծուն հավատարիմ եղբայրներ քուրեր։ Դրա համար թող Տերը օրհնի, որ մեր աստվածպաշտության կյանքը լինի իրականում ներսևանց։ Մենք կարող է դրսևանց շատ լավ ցույց տանք ամեն բան, բայց Աստծո խոսքն ասում է, որ հրյա չէ նա, ով որ դրսևանց է, չէ, հրյա է նա, ով որ ներսևանց է, եղբայրներ քուրեր։ Թող Տերը օրհնի, որ Քրիստոսի սերը առատապես բնակվի մեր սրտերի մեջ, եղբայրներ քուրեր ջան, եւ մենք ներսով լինենք աստվածապաշտ, որ փորձություն, դժվարություն, խնդիր, խնդրեմ որ գա, չկարողանա, եղբայրներ քուրեր, չկարողանա մեզի ինչ անի, հեռացնի Քրիստոսի սիրուց։ Այս կուզեմ մի կարճ խոսել դրա մասին, որ ինչքան կարևոր է, որ մեր ներսում լինի հոգևոր կառույց, մենք աշխատենք դրա վրա, փափագենք դրան, եղբայրներ քուրեր, որ մենք ներսով հրյա լինենք, որ մեր ներսը լինի իրական հոգևոր կառույց, եղբայրներ քուրեր, եւ այնտեղ Աստված գործ անի, եւ այնտեղ Աստված բնակվի, եղբայրներ քուրեր, ոչ թե մենք արտակինից ցույց տանք, որ մենք քրիստոնյաներ ենք, աստվածապաշտ մարդիկ ենք, այլ դա լինի մեր ներսում, եղբայրներ ջան, քուրեր ջան։ Թող Տերը մեզի օրհնի։ Գիտեք Ղուկասի ավետարանի մեջ, երբ որ մենք նայում ենք 17-րդ գլուխը, այստեղ խոսք կա, որ Տեր Հիսուս Քրիստոսը ասում է, որ 17:21-ում օր մնալ պիտի չսեք, թե ահա հոս է, վասնզի կամ հոն է, ասում է վասնզի Աստծո թագավորությունը ձեր ներսի դին է։ Եղբայրներ քուրեր ջան, ինչքան կարևոր է, որ մենք իմանանք Աստծո թագավորությունը լինի իրականում մեր ներսում, այլ ոչ թե մեր դրսում։ Դրսից մենք կարող է շատ տենց պարկեշ լինենք, մեր բառերը, մեր զրույցները, բայց ներսում լրիվ ուրիշ բան լինի։ Երբեմն մենք գիտեք, երբ որ մեր ներսում չկա Աստված պաշտություն, մենք շատ լավ սկսում ենք դրսինները նկատենք։ Բայց եթե մեր ներսում
մենք սկսում ենք մեր ներսը նկատել, հոգ ենք տալի մեր ներսի կառույցի վրա, սկսում ենք մեր համար շատ բաներ բացահայտել ու տենում ենք, որ մեր ներսի իշքան պակասներ կա, շատ պակասներ, եղբայրներ ջան, քուրեր ջան, թող Տերը օրհնի, որ մենք ավելի հոգ անենք, ավելի ուշադիր լինենք, տեսեք եղբայրներ ջան, քուրեր ջան, երկու թագավոր Դավիթն ու Սավուղը, Սավուղն էլ էր Տիրոջ կողմից օծված որպես թագավոր, Դավիթն էր, չէ՞, եւ ինչ էր կատարվում, Սավուղը ամեն ինչ անում էր, չէ՞, ասենց արտաքինից, որ պահեր իր թագավորությունը, հասկանում եք, բայց ուշադիր չէր իր ներսի համար, որ Աստված վաղուց հեռացել է իրանից, ամեն գնով պայքարում էր, որ իր արտաքին թագավորությունը, որ Իսրայելի որպես Աստծո ժողովուրդ ինքը լինի իրանց թագավորը, ամեն բան, ամեն ինչով անհանգստացած պայքարում էր, եւ գիտեք պատրաստ էր Դավիթը, որ այդքան հավատարիմ էր իրան, Դավիթին սպանելու, այսինքն երբ որ ինքը զբաղված էր այդ արտաքինով, եղբայրներ քուրեր, նա մոռացել իր ներսի վիճակը, իր ներսում տիրում էր դժոխք, իր ներսից մահ էր գալի, եւ ինքը դրանից ուշադրություն չէր դարձնում, չէր հասկանում, որ Աստված վաղուց հեռացել է իրանից, եղբայրներ ջան, քուրեր ջան, բայց շատ հետաքրքիր է Դավիթի վիճակը, եւ տեսեք Դավիթ ինչ հետաքրքիր է այստեղ ասում, Դավիթը երբ որ հասկանում է, տենալով, երբ որ մարդու կյանքում Աստված չկա, թեկուզ ինքը թագավոր է, թեկուզ ինքը Աստված իրան ընտրել է, բայց տեսեք ինչքան կարևոր է ինքը տենում, համարում, որ ինչքան կարևոր է իր կյանքում ոչ թե արտաքինից լինի Աստված, այլ իր ներսում լինի եղբայրներ քուրեր, եւ 51 Սաղմոսում շատ հետաքրքիր է ասում, 51 Սաղմոսի գնայենք 10-րդ խոսքը, Դավիթը տեսեք ինչով է անհանգստացած, իրան հետաքրքիր չի իր թագավորությունը, իր բեհեզները, կարծես իր ծառաների հարստություն, իրան էդի հետաքրքիր չի, իրան մի բան է հետաքրքրում, որ իրան ներսը, եղբայրներ քուրեր, ամբողջ Իսրայելը իրան լսում է, ինքը թագավոր է արդեն, բայց տեսեք իր անհանգստությունը որտեղ է դրած, ինքը ճանաչում է իր մեղքերը, ինքը հասկանում է, որ ինքը մեղքով է իր մայրը իրան հղիացել, եւ այս ամեն ինչը տեսնելով, քննելով իր ներսը, իրան մի բան է հետաքրքրում, ասում է ով Աստված, Սուրբ Սիրտ ստեղծա իմ ներսը, եղբայրներ քուրեր, ինչքան կարևոր է, որ մարդը ներսով լինի հրյա, եւ Դավիթը անհանգստացած էր դրա համար, ասում է ով Աստված, իմ մեջ մաքուր սիրտ ստեղծի ում ներսի դին ուղիղ հոգի նորոգե, զիս երես հետ մի ձգե, եղբայրներ քուրեր, մենք շատ բաներով, մարդայի պես կարող շատ բաներով զբաղված լինենք, բայց Տերը ինչ ասեց, Մայրամը աղեք ընտրեց, եղբայրը խոսում էր, չէ, այնտեղ սպասում է, որ դու մտնես ներքին սենյակ, հանդիպես Տիրոջը, քո ձգտումները լինի Տիրոջ երեսը փնտրելը, ասում է մարդը դու շատ բաներով ես զբաղված, այսօր գիտեք, մենք կարող ենք մարդկանց շատ բաներ ցույց տանք, լավ հյուրասիրություն ցույց տանք, լավ աստվածպաշտություն ցույց տանք, լավ հոգևոր արտաքին տես ցույց տանք, բայց եղբայրներ քուրեր, կարևորը մի ուրիշ բան է, կարևորը որ Դավիթը ուզում է իր ներսում Սուրբ Սիրտ լինի, ուղիղ հոգի լինի, եղբայրներ քուրեր, Դավիթը անհանգստացած է իր ներսի կյանքի վրայով, եւ թող Աստված օգնի մեզի, եւ Տերը տալիս է եղբայրներ քուրեր, տալիս է այդ հնարավորությունը, որ մենք ունենանք մեր ներսում, այդ հոգևոր կառույցը, այդ հոգևոր կյանքը, եղբայրներ քուրեր, հիշում եք Սամարացի կնոջը մեր Տեր Հիսուս Քրիստոսը ինչ ասեց, 4-րդ գլուխը Հովանու ավետարանի մեջ, նայենք միասին, շատ հետաքրքիր է, Տեր Հիսուս խոսում այդ կնոջ հետ, ասում է ով որ ես ջրից խմի նորից պիտի ծարավի, բայց ասում այն ջուրը որ ես պիտի տամ, ինչ պետք է լինի իրա, եղբայրներ քուրեր, ասում է այն ջուրը որ ես 14 խոսքը 4-րդի, այն ջուրը որ ես անոր պիտի տամ, պիտի ըլա անոր ներսի դին ջրի աղբյուրը որ հավիտենական կյանքի համար պիտի բխի, ալելույա, եղբայրներ քուրեր,
տեսեք այն ջուրը, որ ես պիտի տամ, այսինքն ասեն հոգին Քրիստոսի, այն որ Դավիթը խնդրում էր իմ ներսը ուղիղ հոգի, սուրբ սիրտ, եւ դա գալիս է Աստծո սուրբ հոգուց, դրա համար ասում է քո սուրբ հոգուն ինձ մի առնի, եղբայրներ քուրեր, եւ այսօր Տերը տվել է մեծ օրհնյալ հնարավորություն, որ մեր ներսից կյանքը բխի, որ մեզ պիտի տանի հավիտենական կյանքի, որ մեզ պիտի տանի Քրիստոս ճանաչողության, գիտեք եղբայրներ քուրեր, ինչքան էլ մենք արտաքինից ձևավորենք, սարքենք սիրուն հոգևորություն, միևնույնն է, քո ներսը երևալու է, եղբայրներ քուրեր ջան, դու գիտեք, որ գրված է, որ հոգևորները քննում են, բայց իրանք չեն քննվում, եթե դու հոգևոր չես ներսով մեկը, դու քննվելու ես, դու քննվելու ես, հոգևորը չի քննվում, եղբայրներ քուրեր, դրա համար թող Աստված մեզի օրհնի, որ մենք կարողանանք սիրենք Հիսուսին առատապես, ինքը մեր համար պատրաստել է մի ամբողջ հավիտենականություն, Պողոս առաքյալն ասում է, այս ժամանակավոր չարչարանքները բան մը չի, են փառքի առաջ, որ Աստված մեզ պատրաստել է եղբայրներ քուրեր ջան, թող Տերը մեզի ողորմություն անի, որ մենք հասնենք դրան, հասկանանք, որ ինչքան մեծ ու օրհնյալ ու փառավոր բան է Տերը մեր համար պատրաստել, սիրելիներ, եթե մենք սա իրոք չհասկանանք, իրոք չճանաչենք, եղբայրներ քուրեր, մեր կյանքում չի ստացվի։ Եվ Պողոս առաքյալը լինելով Աստծո մարդ, անցնելով դժվարին մեծ տառապանքներ, ունենալով այնպիսի վիճակ, որ ասում է ամենք ինձ թողեցին, եղբայրներ քուրեր, բայց տեսեք իր ներսում ինչ կառույց կա, ասում է ամենք ինձ թողեցին, բայց ասում է Տերը իմ հետ էր, Տերը որտեղ էր եղբայրներ քուրեր, Տերը իր ներսում էր հաստատված, դրա համար 2 Կորինթացի 11-րդ գլխում եղբայրներ քուրեր խոստովանում է Տոսի ճշմարտությունը իմ ներսում է, Էդի գրված է 2 Կորինթացիների 11-րդ գլխի 10-րդ խոսքում, եղբայրներ քուրեր, կարանք այսօր մենք Պողոս առաքյալի պես ասենք, Քրիստոսի ճշմարտությունը իմ ներսի դիս է, եղբայրներ քուրեր, ինչքան կարևոր է, որ Քրիստոսի ճշմարտությունը բնակվի իմ ներսի դին, եւ այն ժամանակ ինչ դժվարություններ որ լինի, այդ ճշմարտությունը ինձ պահելու է, այդ ճշմարտությունը ինձ հաստատելու է, եղբայրներ քուրեր, այդ ճշմարտությունը ինձ առաջնորդելու է, եւ այդ ճշմարտությունն է, որ ինձ դարձնելու է հավատարիմ, եղբայրներ քուրեր, ինչ փորձություն, ինչ դժվարություն, ինչ խնդիրներ, ինչ հալածանք, ինչ նեղություն, ինչ խնդիրների մեջ որ անցնեմ, այդ ճշմարտությունն է, որ ինձ ապրեցնելու է, այն կյանքը, որ իմ ներսից պետք է բխի, քո ներսից պետք է բխի, դա է քեզ տալու հավիտենական կյանքը, թող Աստված փառավորվի, եղբայրներ քուրեր, եւ Տերը ուզում է, որ ոչ թե մեր արտաքին կառույցը, այլ մեր ներսի կառույցը, եղբայրներ քուրեր, մեր ներսի հոգևոր կյանքով Աստված այսօր անհանգստացած, դրա համար է Տերը եկել աշխարհ, ասում է իր մեջ պիտի բնակվեմ, իր մեջ պիտի ընթրիք անեմ, ես ու հայրը պիտի գանք, եղբայրներ քուրեր, բայց այսօր Աստված մեզի մենք ուզում ենք որտեղ լինի, մեր ներսում թե մեր արտաքինում, եղբայրներ քուրեր ջան, թող Տերը մեզի զորացնի, շատ չեմ երկարացնի, Աստված թող օրհնի մեզ սրտերը եւ տա Աստված, որ մենք առատապես ճանաչենք Քրիստոսի սերը եւ լեցվենք այդ սիրով եւ մի համար էլ կուզենամ կարդամ ու մենք գանք աղոթքով Տիրոջ առջև, եղբայրներ քուրեր ջան, առաքյալը Եփեսացիների թղթում նորից կոչ անում է ուղղությամբ, եղբայրներ քուրեր, շատ կարևոր է, որ մեր մեջ էլ լինի այդ փափագը, այդ աղաչանքը, որովհետև Եփեսացիների 3-րդ գլխում առաքյալը հետաքրքիր ձևով է գրում, ասում է 16 խոսքում, ասում է կաղաչեմ, եղբայրներ քուրեր, իր նպատակը մի բան է, աղաչում է, եղբայրներ քուրեր, գիտեք, իմ համար մի բան է, սենց իմ համար այս բանն եմ հասկացել, որ եթե քո ներսում
քո ներսում կա այդ կառույցը, երբ որ դու լեցված ես Քրիստոս կառույցով, եւ տեսեք 3:16-ում ինչ ասում, ասում է կաղաչեմ, որ տա ձեզ, եթե քո ներսում կա այդ կառույցը, ու դու ճաշակել ես, ու դու հասկացել ես, որ կյանքը Քրիստոսն է, այսօր իշքան մարդիկ կան, ընտանիքներում ունեն դժվարություն, անապաշխար հոգիներ, եղբայրներ, գիտեք, կարծես ժամանակի երկարելը, ուշ ապաշխարությունը մարդկանց մոտ բերում է մի հանգիստ վիճակի, սովորում ենք կամաց, դե ասում ենք չի փոխվում, դարձի չի գալի, գիտեք, իշքան է քո ներսի հաստատությունը, եւ Պողոս այստեղ մի բան ասում, կաղաչեմ, Եփեսացի 3:16, որ տա ձեզի, իր փառքի ճոխության չափով, որ հոգին զորությունը հաստատվի ներսի մարդու մեջ, եղբայրներ քուրեր, Պողոս առաքյալի աղաչանքն էր, որ այդ եկեղեցու Եփեսացի ժողովրդի մեջ փառքի ճոխությունը հաստատվի ներսի մարդու մեջ, եղբայրներ քուրեր, ոչ թե արտակնապես երևա, լինեն լավ հյուրասեր, լավ խոհեմ խոսքեր ասողներ, նենց բարի վար դրսեն, ոչ, իրանց ներսում լինի, եղբայրներ քուրեր, որտեղ Աստծո խոսքն ասում է ներսից է գալի ամեն ինչ որ գալիս է, ասում է ներսը որ մաքրես, մեր Տեր Հիսուս Քրիստոս ինչ ասում, դուրսն էլ մաքուր կլինի, բայց մենք շատ ժամանակ զբաղված ենք արտաքին աստվածպաշտությամբ, եւ Պողոսը հասկացել է, տեսել է մի բան, որ բացակայում է, եւ ասում է, ես ուզում եմ, որ այդ փառքի ճոխությունը ձեր ներսում հաստատվի, եղբայրներ քուրեր ջան, նորից եմ կարդում, կաղաչեմ, որ այդ փառքի ճոխության չափով, որ հոգի զորությունը հաստատվի ներսի մարդու մեջ, որպեսզի Քրիստոս հավատքով ձեր սրտերի մեջ բնակվի, ու դուք սիրով արմատանաք ու հաստատվիք, ալելույա, թող Տիրոջ անունը փառավորվի, մի նպատակ ունի, Սուրբ Հոգին եւ առաքյալի բերանով խոսում է Աստված, որպեսզի Աստված հաստատվի մեր ներսում եւ մենք սիրով հաստատվենք ու առատանանք, եղբայրներ քուրեր, մեր առատությունը պետք է գա ներսից, մենք կարող արտաքին շատ ջանքեր թափենք, շատ լավ ուզենանք երևանք, նորմալ արտաքին աստվածպաշտությունը դրան է ձգտում, բայց ներքին աստվածպաշտություն ուրիշ բան ասում, եղբայրներ քուրեր, թող Տիրոջ անունը փառավորվի, թող Տիրոջ սերը առատապես լցվի մեր սրտերի մեջ եւ մենք հաստատվենք Աստծո հոգու զորությունով եւ ներսի մարդը թող աճի օրեց օր, Տիրոջ անունը փառավորվի, ամեն, կանք